Քասախ համայնքի նախկին ղեկավարը 8-րդ գումարման ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը Արա Մկրտչյանը, որը կասկածվում է 28 թողամաս օտարելու համար 1 ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Վեհափառ Հայրապետի եւ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 6 սրբազանների քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի Առաջինատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Հիշեցնենք, որ ամենայն հայոց կաթողիկոսի եւ սրբազաններին վերագրվող քրեական գործը հուլիսի 27-ին մուտք է եղել դատարան եւ մակագրվել է Արմավիրի մարզի Առաջինատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։ Սակայն օգոստոսի 7-ին կայացած դատական նիստի ժամանակ դատավորը ինքնաբացարկ էր հայտնել եւ հրաժարվել գործից։ Քննչական մարմնի ներկայացուցիչների պնդումները, թե Անդրանիկ Թևանյանը $622,000 վարձատրության դիմաց ձեռք է բերել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ, այն թարգմանել եւ փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի, ինչպես նաեւ փաստաթուղթը նրան փոխանցել է Արեգնաց Մանուկյանը, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել պաշտպանական թիմը։ Պաշտպանները նշում են, որ նման փաստական հանգամանքներ ներկայացված մեղադրանքներում եւ քրեական վարույթի նյութերում չկան, ուստի ամբողջությամբ հերքում են այդ պնդումները։ Պաշտպանական կողմը նաեւ ընդգծել է, որ չհաստատված տեղեկությունների հրապարակումը կարող է ձևավորել կանխական հանրային կարծիք եւ հորդորել է քննչական մարմնին հարգել անմեղության կանխավարկածը։ Օգոստոսի 10-ին առեղծված այնուարտարոց դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 20:40-ի սահմաններում ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում երկաթե թիթեղների տակ նորածին երեխա կա։ Շտապ օգնության բժիշկների թիվ 25 խումբը տեղում նորածին աղջկան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, կապել են պորտալարը եւ տեղափոխել Երևանի վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ ժողովրդին ավելի հայտնի Ռազմիկ Աբրահամյանի ծննդատուն, որտեղ էլ բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել փրկել նորածնի կյանքը, սակայն երեխան դեռ որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզում են երեխայի մորինքնությունը։ Օգոստոսի 10-ին տեղական ժամանակով ժամը 23:11-ին Վարդենիսկ քաղաքից 26 կիլոմետր հյուսիս-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ 3.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի քաղաքներում եւ Սոտք, Ծովակ, Վարդենիկ, Կարճախբյուր, Ծովինար 8 գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Ստամբուլի Բեյօղլու թաղամասում ոստիկանությունը բնակելի շենքում հայտնաբերել է 64-ամյա Ակոբ Դեղիրմենջիօղլուի դին։ Սպանության կասկածանքով ձերբակալված 45-ամյա Մեհետ Շ.Թ.-ն ոստիկանությունում խոստովանել է, որ տղամարդուն դանակահարել է վարձավճարի շուրջ տարաձայնության պատճառով, գրում է Էրմենի ՀԲՐԵՄ-ը։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ Մեհմետ Շ.Թ.-ն ոստիկանությունները հազանգել հայտնելով, որ շենքից վատ հոտ է գալիս, դեպքի վայր ժամանած ոստիկանները բնակարանում հայտնաբերել են պոլսահայ Ակոբ Դեղիրմենջիօղլուի անշնչացած մարմինը։ Դեպքի վայրի զննությամբ տղամարդու պարանոցի հետևի եւ կողային հատվածներում հայտնաբերվել են դանակահարության հետքեր, նրա մարմինը տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության մահվան ստույգ պատճառը պարզելու նպատակով։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հակասական ու խճճված է համարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով Հարաքվեի վերաբերյալ, այս մասին հայտնել է ՏԱՍ-ը։ Գալուզինը նշել է, որ Հայաստանի սահմանադրության 205-րդ հոդվածի նման Հարաքվեի նախաձեռնողը պետք է լինի կառավարությունը։ Նրա խոսքով 2025 թվականին ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի քննարկման ժամանակ հայկական կողմը պնդում էր, որ Հարաքվեի անհրաժեշտություն չկա, քանի որ օրենքը քաղաքական հայտարարություն է։ Հիմա լսում ենք, որ հունիսյան ընտրությունների արդյունքներն արդեն վկայում են Եվրոպամետ կուրսի համազգային աջակցության մասին, ուստի Հարաքվեի կարիք չկա, ասել է Գալուզինը, հավելելով, որ Փաշինյանը նախընտրական շրջանում հաճախ հակասական հայտարարություններ է արել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայել Բաղային հայտարարել է, ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների է դիմում, երբ չի կարողանում դիվանագիտություն վարել։ Նրա խոսքով պատժամիջոցների կիրառումը Վաշինգտոնի համար դարձել է սովորություն եւ կախվածություն։ Բաղային նշել է, երբ պատժամիջոցները չեն գործում, ԱՄՆ-ն պարզապես մեծացնում է դրանց դեղաչափը։ Նա ամերիկացի քաղաքական գործիչներին զգուշացրել է, որ այս մոտեցումը կարող է սահմանափակել ճգնաժամից դուրս գալու հնարավորությունները։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը պատժամիջոցների քաղաքականությունը բնութագրել է ոչ թե որպես քաղաքականություն, այլ որպես կախվածություն։
Ուկրաինայի Օդեսայի մարզում մարտական առաջադրանք կատարելիս MiG-29 կործանիչ է կործանվել։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաստատել են ինքնաթիռի կորուստը։ Նախնական տվյալներով ավիացիոն հրթիռի արձակման ժամանակ ինքնաթիռը հրդեհվել է։ Օդաչուն կորցրել է կառավարումը, սակայն կարողացել է ինքնանետվել։ Նրան տեղափոխել են բժշկական հաստատություն։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ միջադեպի պատճառները դեռ պարզվում են։ Թուրքիայի Շանլուուրֆա քաղաքում քիմիական ռեակցիայի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։ Միջադեպը տեղի ունեցել Հալիլիե շրջանում գտնվող խանութի պահեստային տարածքում վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Խողովակների մաքրման միջոցը լցվել է ջրահեռացման համակարգ, ինչից հետո տեղի է ունեցել քիմիական ռեակցիա եւ պայթյուն։ 5 մարդ տուժել է եւ տեղափոխվել հիվանդանոցներ։ Մասնագետները տարածքում հայտնաբերել են թունավոր գազի բարձր խտություն, տարածքը օդափոխվել է։ Կոլումբիայի արևմուտքում 7.4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 132 մարդ է զոհվել։ Եվս 570 մարդ վիրավորվել է, իսկ առնվազն 188 մարդ համարվում է անհետ կորած։ Իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել եւ աղետի գոտի զինվորականներ ուղարկել։ Երկրում փլուզվել է 86 շենք, 7 օդանավականների աշխատանքը դադարեցվել է։ Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերը փոխադարձ հարվածներ են հասցրել։ Ռուսական հարվածներ են գրանցվել Զապորոժիայում, Նիկոլաևում եւ Պավլոգրադում։ Զապորոժիայում հարձակման հետևանքով 5 մարդ զոհվել է, եւս 20-ը վիրավորվել։ Ռուսաստանի Վորոնեժի մարզում ԱԹՍ-ների ընկնելու հետևանքով հրդեհներ են բռնկվել Վալբերեզի 2 պահեստներում։ Մարկանց տանհանել են լոգիստիկ օբյեկտներից։ Վորոնեժում 1 մարդ զոհվել է, եւս 2-ը վիրավորվել։ Մարկ Ցուկերբերգի $300 միլիոն արժողությամբ սուպերսպոսա նավը հայտնվել է քննադատության կենտրոնում։ Ալյասկայի ջրերում աղետի մեջ հայտնված նավակին օգնության չհասնելու պատճառով 21 ֆունտանոց նավի վառելիքը վերջացել էր Պիտերսբուրգից Ջունո ուղևորության ընթացքում։ Ըստ ուղևորներից մեկի Ցուկերբերգի զբոսանավը ավելի մոտ է գտնվել, սակայն հրաժարվել է օգնություն ցուցաբերել։ Փրկարարական գործողության ի վերջո մասնակցել է Wilderness Legacy զբոսաշրջային նավը։ Խափանված նավակը անվտանգ քարշակվել է դեպի պաշտպանված Ֆարագուտ ծովախորշ։ Ցուկերբերգի ներկայացուցիչը պնդել է, որ նաև նրա ընտանիքը նավի վրա չեն եղել, իսկ անձնակազմը աշխատել է այլ ռադիոալիքով։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ իրանական հրթիռների մի մասը այժմ ունակ է թռիչքի ընթացքում փոխելու ուղղությունը։ ԻՀՊԿ ներկայացուցիչ Հոսեյն Մոհաբիի խոսքով հրթիռները համալրված են ուղղորդական համակարգերով։ Նա պնդել է, որ որոշ հրթիռներ կարող են թռիչքի ընթացքում ճշգրտել իրենց հետագիծը եւ շրջանցել հակառակորդի հոբ համակարգերը։ Վերջինիս խոսքով Իրանի այդ հնարավորությունները կիրառվել են ԱՄՆ-ի հետ վերջին պատերազմի ընթացքում։ Նա նշել է, որ հարվածների թիրախում եղել են հակառակորդի էներգետիկ ցանցի տարրեր։ ԻՀՊԿ ներկայացուցիչ հայտարարել է, Իրանի նպատակը եղել է ոչ միայն ֆիզիկական ոչնչացումը, այլև հակառակորդի որոշումների ընդունման եւ պաշտպանության ցանցերի վրա ազդեցությունը։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրփոյի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ։ Որոշման համաձայն Գալյանը ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ կլինի կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկելիս։ Որոշումն ընդունվել է հիմք ընդունելով ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը։ Ազգային ժողովում ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Նարեկ Կարապետյանը պատասխանել է հարցին, արդյոք իրենց թիմը կողմ է Հայաստանի Հանրապետության Եվրամիության ինտեգրելուն, թե ոչ։ Նա նշել է, որ Եվրամիությունից Հայաստանի Հանրապետությունը երկու բան պետք է ստանա։ Մենք տեսնում ենք, որ Եվրոպայից երկու կարևոր բան պետք է մենք ստանանք։ Առաջինը տնտեսական առևտրաշրջանառություն, առևտրաշրջանառության աճ, որ համեմատելի գոնե լինի Եվրասիականի հետ։ Եվ երկրորդը ինստիտուտներ, օրինակ դատական համակարգ, օրինակ քաղաքացիական հասարակության ինստիտուտները։ Այդ ուղղությամբ կտեսնեք ինչ աշխատանք կտանենք մենք։ Դուք կտեսնեք, որ անցած 5 տարիների ընթացքում մի քանի տարին երևի հնարավոր է ընդհանուր ասում են 1 բան է եղել, նիստ է եղել։ 1-2 շատ։ Իսկ ակտիվությունը մենք պետք է ցույց տանք, ինչպես է այդ աշխատանքը տեղի ունենում։ Այսինքն մենք պետք է ինստիտուտների հետ կապված Եվրոպայի կարողանանք տեղայնացնենք այստեղ եւ առևտրաշրջանառության վրա աշխատանք։ Արգամ Աբրահամյանը չի ընդունում մեղքը ու անհիմն է համարում մեղադրանքը։ Այս մասին նշել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի, ազգային ժողովի նախկին падգամավոր Արգամ Աբրահամյանի պաշտպան Էմի Խաչատրյանը։ Փաստաբանը նշել է, որ հետագայում Արգամ Աբրահամյանի հետ խորհրդակցելուց հետո պաշտպանական թիմով համապարփակ հայտարարությամբ հանդես կգան։
Օգոստոսի 10-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է խորհրդակցություն զինված ուժերում սպայական, ենթասպայական եւ սերժանտական կազմերի համալրման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հարցազրույց է տվել թուրքական Անադոլու պետական լրատվական գործակալությանը։ Ֆիդանը խոսելով Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ Թուրքիայի կնքած ռազմական համաձայնագրի մասին անդրադարձել է նաեւ Հայաստան-Ադրբեջան գործընթացին։ Մենք հեգեմոնիստական մոտեցմամբ չենք գնում, ուստի դա պետք է անենք տարածաշրջանի երկրների հետ միասին։ Կովկասում ձեռք բերված համաձայնությունից հետո այս պահին հրադադար կա, լավ գործընթաց է, հրադադար է, Հայաստանը եւ Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր եւ մենք աջակցում ենք դրան։ Դրան աջակցելիս մեր մտքում կա անվտանգության եւ տնտեսական ճարտարապետության հեռանկար, Մերձավոր Արևելքի հետ կապված առանձին, Եվրոպայի հետ կապված առանձին, նշել է Ֆիդանը։ Լրագրողի այն հարցին, թե կարող է նմանատիպ միկրոռազմական համաձայնագիր կնքվել Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, Ֆիդանը պատասխանել է, որ դրանք կարող են ստեղծվել անհրաժեշտության դեպքում։ Պայթուցիկով անօթաչու թռչող սարքը Լայպցիգ Հալեոթանավականում բախվել է ռազմական բերտեղափոխող ուկրաինական ինքնաթիռի թևին, սակայն չի պայթել։ ԱԹՍ-ն հարվածել է ինքնաթիռի թևին, հետը շպրտվել եւ ընկել գետնին։ Պարզվել է նաեւ, որ պայթուցիկ սարքը գտնվել է ոչ թե անմիջապես անօթաչուի վրա, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, այլ դրանից որոշակի հեռավորության վրա։ Քննիչների եւ փորձագետների տվյալներով գործողությանը մասնակցել է 2 ԱԹՍ։ Երկրորդ անօթաչուն տեսողական կապ է պահպանել պայթուցիկ տեղափոխող սարքի հետ եւ պատկերը փոխանցել թռիչքը կառավարող անձանց։ Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի զինված ուժերը օգոստոսի 17-ից 27-ը կանցկացնեն ամենամյա լայնածավալ զորավարժություններ։ Կորեայի շտաբների պետերի կոմիտեի ներկայացուցիչ Չան Դո-յոնի խոսքով զորավարժությունները պաշտպանական բնույթ ունեն։ Դրանց ընթացքում կկիրառվեն իրատեսական իրավիճակներ եւ մարտական պատրաստության մեթոդների վերլուծության վերջին արդյունքները։ ԱՄՆ-ն ու Կորեան մտադիր են ներգրավել նաեւ ՄԱԿ-ի հրամանատարության անդամ երկրներին։ Կորեան զորավարժություններին կներգրավի շուրջ 18000 մարդ, իսկ դաշտային զորավարժությունները ստույգ թիվը դեռ չի հրապարակվել։ Ուկրաինայում ռուսական հարվածների հետևանքով փաստացի չի մնացել ոչ մի ամբողջական ջերմային էլեկտրակայան։ Այս մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով ստեղծված իրավիճակը լուրջ խնդիրներ է առաջացնում ձմռան նախաշեմին։ Զելենսկին ընդգծել է, Ուկրաինան ձգտում է պատերազմի ավարտին, արժանապատիվ խաղաղության եւ երաշխավորված անվտանգության։ Նրա խոսքով ռուսական հրթիռների հարվածները նպատակաուղղված են ուկրաինացիների կյանքը անտանելի դարձնելուն։ Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, վճռականորեն դատապարտում է Կրոչմազի շրջանում տեղի ունեցած միջադեպը, որտեղ անօթաչու սարք է ընկել եւ պայթել։ Մոլդովայի ԱԳՆ-ն միջադեպը որակել է որպես երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ լուրջ խախտում։ Գերատեսչությունը հայտարարել է, միջադեպը սպառնում է Մոլդովայի քաղաքացիների անվտանգությանը։ Մոլդովան նաեւ դատապարտել է Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ եւ դրա հետևանքները տարածաշրջանի անվտանգության համար։ Այս համատեքստում Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայից հետ է կանչել իր դեսպանին։ Դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների համար։ Եվրամիությունը կրկին ավելացրել է Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծումը, չնայած ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու քաղաքականությանը։ Հունիսին ԵՄ երկրները Ռուսաստանից գնել են 14%-ով ավելի շատ հեղուկացված բնական գազ, քան 1 տարի առաջ։ Գազམ-ակերպության գնահատմամբ Եվրոպայի էներգառեսուրսների մատակարարումներից Ռուսաստանի եկամուտները հասել են օրական 60 միլիոն եվրոյի։ Ռուսական հեղուկացված բնական գազի հիմնական գնորդը եղել է Ֆրանսիան։ Իրանը եւ Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման նոր մեխանիզմներ ստեղծելու շուրջ։ Համաձայնությունը ձեռք է բերվել նեղուցի կառավարման վերաբերյալ բանակցությունների ընթացքում։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայել Բաղայու խոսքով մեխանիզմները կվերաբերեն անվտանգ նավարկության վերահսկողությանը։ Նախատեսվում է նաեւ համագործակցություն շրջակա միջավայրի պաշտպանության եւ ծովային հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում։ Վերջինս նշել է, բոլոր մատուցվող ծառայությունների համար կգանձվի համապատասխան վճար։ Իրանի ԱԳՆ-ում Օմանի հետ բանակցությունների ընթացքը դրական են գնահատել, այն անվանելով արդյունավետ եւ կառուցողական։ Թուրքիան, Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան նախատեսում են համատեղ համագործակցություն պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում։ Երեք երկրները նաեւ կփոխանակվեն ռազմական փորձագիտությամբ եւ կանցկացնեն համատեղ զորավարժություններ։ Այս քայլերը նախատեսված են Մեքքայի համաձայնագրով, որը պետք է ուժի մեջ մտնի Թուրքիայի խորհրդանի կողմից վավերացումից հետո։ Ռազմական համագործակցության առաջին քայլը լինելու է զինվորական անձնակազմի փոխանակումը։ Երեք երկրները նախատեսում են նաեւ ակտիվորեն համագործակցել պաշտպանական արդյունաբերության ոլորտում, օգտագործելով իրենց արտադրական, տեխնոլոգիական եւ հետազոտական հնարավորությունները։
Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը 53 կողմ 0 դեմ ձայներով ընտրվել է ազգային ժողովի 9-րդ գումարման փոխնախագահ։ Քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել է 53-ը։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ քաղաքացիական պայմանագիրը մինիմալ թվով ձայներ է ապահովել, որպեսզի Վարդևանյանի քվեարկությունը չտապալվի։ Արամ Վարդևանյանը ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելուց հետո իր ելույթում շնորհակալություն է հայտնել գործընկերներին եւ հայրենակիցներին։ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը եւ մենք ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք, ասել է Վարդևանյանը։ Ազգային ժողովի 9-րդ գումարման հաստաժողովների նախագահությունները խմբակցությունների միջև կբաշխվեն հետևյալ կերպ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը բաժին է հասել պետաիրավական հարցերի հանձնաժողովը, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը, կրթության հանձնաժողովը, առողջապահության հարցերով հանձնաժողովը, արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովը եւ աշխատանքի եւ բարեկեցության հարցերի հանձնաժողովը։ Ուժեղ Հայաստան խմբակցությանը ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը, տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի հարցերի հանձնաժողովը, եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը, Հայաստան դաշինքին մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ օգոստոսի 8-ի իր ուղերձում հայտարարեց, որ մեզ բոլորիս շատ հուզում է եւ անհանգստացնում է մեր հայրենակիցների Ադրբեջանում անազատության մեջ լինելը։ Ես լիովին կիսում եմ այս գնահատականը եւ ուրախ եի կարդալ այդ խոսքերը։ Դրական եմ գնահատում նաեւ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները, ըստ որոնց ինձ հետ հանդիպան կազմակերպման համար պատասխանատու գերատեսչություն է նշանակվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում հստակեցնել, որ այսօրվա դրությամբ դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել եւ պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները ինձ չեն փոխանցվել։ Ակնկալում եմ ստանալ պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները եւ հույս ունեմ առարկայական հանդիպան քննարկելու Բաքու կանանց մարդասիրական այցի կազմակերպման հետագա քայլերը, ինչպես նաեւ Ադրբեջանում կալանքի տակ պահվող Հայաստանի քաղաքացիներին առնչվող այլ հարցեր, ասված է Զոնաբենդի հայտարարության մեջ։ 2026 թվականի առաջին կիսամյակում բարեկները Երևանում տրանսպորտային միջոցի երկրորդ շարքում կայանելու համար կազմել են 17024 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 10755-ով կամ 172%-ով։ Փորձագետների գնահատականների համաձայն 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Ռուսաստանը արտասահմանյան շուկաներ է մատակարարել ավելի քան 113,000 կենդանի խոսք գրեթե 20 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել էր շուրջ 86,000 կենդանի ավելի քան 14 միլիոն դոլար ընդհանուր արժեքով, հաղորդում է Ագրոէքսպորտը։ Այսպիսով մատակարարումների ծավալը քանակով աճել է 32%-ով, իսկ դրամական արտահայտությամբ 39%-ով։ 2026 թվականին մատակարարումները հիմնականում իրականացվում են Վրաստան, այդ երկիր արտահանումը գերազանցել է 15 միլիոն ԱՄՆ դոլարը, երկրորդ տեղում է Հայաստանը ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլար, երրորդում Ղազախստանը մոտ 400,000 ԱՄՆ դոլար։ Ուկրաինայի զինված ուժերը սկսել են նախապատրաստել Չեռնոբիլի ԱԵԿ-ի շուրջ գտնվող օտարման գոտին Ռուսաստանի զինված ուժերի հնարավոր հարձակմանը։ Ըստ տվյալների տարածքում ուկրաինական բանակը պատրաստում է տարբեր հնարավոր սցենարների։ Օտարման գոտում մի քանի կիլոմետրը մեկ անցակետեր են տեղադրված, իսկ վերջին ամիսներին այնտեղ փորվում են խրամատներ, պաշտպանական կառույցների համար նախատեսված փոսեր։ Ուկրաինական ստորաբաժանումները նաև հատում են մոտակա անտառների ծառերը պաշտպանական կառույցներ կառուցելու համար։ Ռազմական ինժեներները ճանապարհների վերևում հատուկ ցանցեր են տեղադրում։ Ռուսական անօթաչու թռչող սարքերից պաշտպանվելու նպատակով ուկրաինական ուժերը պայթացրել են նաև Չեռնոբիլի ԱԵԿ-ի անձնակազմի տեղափոխման համար օգտագործվող երկաթուղային կամուրջը։ Ռուսաստանը չի ցանկանում Ուկրաինայի շուրջ հակամարտության սառեցման տարբերակը եւ պնդում է, որ անհրաժեշտ է վերացնել դրա արմատական պատճառները։ Այս մասին հայտարարել է ՌԴԱԳ նախարարի տեղակալ Միխայել Գալուզինը։ Նրա խոսքով առանց ճգնաժամի արմատական պատճառների վերացման որևէ սառեցում անհնար է։ Գալուզինը նաեւ մեղադրել է Ուկրաինային քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքների եւ Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի գործունեությունը ապահովող օբյեկտների դեմ ԱԹՍ-ների հարձակումներ իրականացնելու մեջ։ Նա հայտարարել է, ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի եւ Եվրոպայի երկրների համարժեք արձագանքը։ Վերջինիս խոսքով Մոսկվան ձգտում է Ուկրաինայի շուրջ հակամարտությունը կարգավորել դրա արմատական պատճառների վերացման հիման վրա։
Իրանի ԱԳ ներկայացուցիչ Էսմայել Բաղային հայտարարել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Պակիստանի միջև կնքված Մեքքայի համաձայնագիրը ցույց է տալիս տարածաշրջանի երկրները հիասթափվել են ԱՄՆ-ից։ Նրա խոսքով այդ երկրները անվտանգության հարցերում որոշել են ավելի շատ հենվել սեփական հնարավորությունների վրա։ Վերջինս ընդգծել է Մեքքայի համաձայնագիրը իր կարծիքով ուղղված չէ Իրանի դեմ։ Նա նշել է, որ Իրանը Թուրքիայի, Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ ունի խորկրոնական, պատմական եւ մշակութային կապեր։ Թուրքիան կրկին թույլատրել է նավերին իր նեղուցներով անցնել դեպի Սև ծով անվտանգության աճած ռիսկերի ֆոնին որոշ նավերի համար առաջացած ուշացումներից հետո։ Հում նավթի փոխադրման համար նախատեսված տանկերը սպասելուց հետո մտել է դարդանելի նեղուց նավթի երթուղին ուղղված էր դեպի Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի տերմինալը Ռուսաստանի Նովորոսիսկ քաղաքում։ Թրամփը հայտարարել է Իրանը այլևս փող չունի 51 տարի վատ վարքագիծ, նշել է նախագահը։ Թրամփը հրապարակել է նաև գրաֆիկ, որը ցույց է տալիս Իրանի ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը ամերիկյան դոլարի նկատմամբ։ Գրաֆիկում ներկայացված տվյալները համեմատվում են 2025 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշների հետ։ Թրամփը չի ներկայացրել Իրանի ֆինանսական վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ։ Ռուսաստանի Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքում արդյունաբերական եւ քաղաքացիական օբյեկտները ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման։ Նիժնեկամսկի ղեկավար Ռադմիր Բելաևի խոսքով քաղաքում շարունակվում է զանգվածային հարձակումը։ Հարվածի տակ են հայտնվել ինչպես արդյունաբերական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներ։ Հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, եւս 39 վիրավորվել։ Դեպքի վերաբերյալ հաղորդվում է ԱԹՍ-ների հարձակումները շարունակվել են քաղաքի տարբեր օբյեկտների ուղղությամբ։ ԱՄՆ-ն պատրաստվում է վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը Հորմուզի նեղուցում անարգել նավագնացության վերականգնման մասին համաձայնության հասնելուց հետո։ Աղբյուրների խոսքով շրջափակումը կվերացվի հենց այն բանից հետո, երբ հայտարարվի Հորմուզի նեղուցում անարգել առևտրային նավագնացության վերականգնման մասին համաձայնագրի մասին։ ԱՄՆ-ի հետագա գործողությունները ըստ աղբյուրների կախված կլինեն Իրանի կողմից նեղուցում նավագնացությունը ապահովելու պարտականությունների կատարումից։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, երկրի իրավապահ մարմինների դեմ գործողությունների նպատակը Իրանում փողոցային ցույցեր եւ անկարգություններ հրահրելն էր։ Նրա խոսքով այդ գործողությունների հեղինակները նպատակ ունեին նաեւ էթնիկ լարվածություն առաջացնել եւ հասնել երկրի մասնատմանը։ Փեզեշքյանը հայտարարել է, այդ ծրագրերը լիովին ձախողվել են։ Իրանի նախագահը նաեւ անդրադարձել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի ցուցաբերած աջակցությանը։ Նրա խոսքով Ադրբեջանը տարբեր ճանապարհներով աջակցել է Իրանին, ինչպես Ռուսաստանից, այնպես էլ սեփական մատակարարումների միջոցով։ Փեզեշքյանը նշել է, ադրբեջանական կողմը տրամադրել է անհրաժեշտ օգնություն եւ աջակցել է այն ամենում, ինչ անհրաժեշտ էր։ Կամերունի 93-ամյա նախագահ Պոլ Բիան աշխարհի ամենատարեց գործող ղեկավարը ավելի քան 2 ամիս է գտնվում է երկրից դուրս։ Associated Press-ի տվյալներով Բիան Կամերունը լքել է հունիսի 7-ին, հայտարարելով եվրոպական կարճատև մասնավոր այցի մասին, սակայն նրա ուղևորությունը ձգձգվել է եւ դարձել նրա իշխանության տարիներին ամենաերկար բացակայություններից մեկը։ Այս ամբողջ ընթացքում Կամերունի նախագահը հրապարակային ելույթներ չի ունեցել։ Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, նրա երկարատև բացակայությունը ստեղծում է իշխանության փաստացի վակուում։ Պոլ Բիան Կամերունի նախագահն է 1982 թվականից եւ 2025-ի աշնանը վերընտրվել է 8-րդ նախագահական ժամկետով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարել է, որ քաղաքացիական պայմանագիրը ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Արամ Վարդևանյանի ընտրության համար կտրամադրի բավարար ձայներ։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունն էլ հայտարարել է, որ ողջ կազմով կողմ կքվեարկի Արամ Վարդևանյանի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին հայց է ներկայացրել պետական եկամուտների կոմիտեի դեմ պահանջելով անվավեր ճանաչել բաստողումային հսկողության եւ ստուգումների վարչության մաքսային ստուգման թիվ 0011 ակետը եւ պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի թիվ 41 եւ 22 որոշումը մաքսային ստուգման թիվ 0011 ակետի մասով տեղեկանում ենք Դատալեքսից։ Հայցը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Ելենա Առաքելյանին։ Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել եւ որոշել գործը քննել գրավոր ընթացակարգով։ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը կալանավորվել է 2 ամսով, այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Դատարանը բավարարել է Արգամ Աբրահամյանին 2 ամսով կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։
Firebird ընկերության արհեստական բանականության գործարանի բացումը նշանավորում է արհեստական բանականության զարգացման նոր ու նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում, այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունից։ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Firebird ընկերության ղեկավարության հետ միասին հրազդանում ներկա է գտնվել Հայաստանի առաջատար հիպերմասշտաբային արհեստական բանականության կենտրոնի բացմանը։ 4 միլիարդ ԱՄՆ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների ու արհեստական բանականության ենթակառուցվածքների մուտք Հայաստանում, որը թույլ կտա երկրին դիրքավորվել որպես տվյալների կենտրոնների, ամպային հաշվարկների եւ արհեստական բանականության նորարարության տարածաշրջանային կենտրոն։ Արհեստական բանականության կենտրոնի բացումը հայ-ամերիկյան աճող գործընկերության ակնառու օրինակ է, նշված է հայտարարության մեջ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քրեակատարողական հիմնարկից անդրադարձել է բարեգործության կարևորությանը, նշելով, որ դրանով երկիր չես պահի, բայց կարող ես օգնել հազարավոր մարդկանց մշակույթին, կրթությանը, գիտությանը եւ այլ ոլորտներին։ Ես իմ առածների մասին չեմ խոսի, ինչ արել եմ, ես Հայաստանում պատմությունը կգնահատի, նշել է Գագիկ Ծառուկյանը։ Նա ընդգծել է, որ երկիրը զարգանում է ճիշտ տնտեսական քաղաքականությամբ, աշխատատեղերի ստեղծմամբ, տնտեսական հզորություններով եւ արդյունավետ կառավարմամբ։ Ծառուկյանը նաեւ նշել է, որ տարիներ շարունակ բարեգործություն է իրականացրել ոչ միայն Հայաստանում, այլև Սիրիայի, Լիբանանի, Իրանի եւ այլ երկրների հայկական համայնքներում, նպատակ ունենալով ամրապնդել հայկական աշխարհի միասնականությունը։ Նրա խոսքով բարեգործությունը փողի չափի հետ կապ չունի, այլ բարի մտադրություն է հանուն երկրի, ժողովրդի եւ ապագայի։ Բարի գործի խրախուսումը ըստ Գագիկ Ծառուկյանի կարևոր է միմյանց օգնելու, ամուր հասարակություն կառուցելու համար, մինչդեռ դրա հակառակ կողմը պառակտումն ու թշնամանքը կործանարար են Հայաստանի համար։ Ռուսական կողմը Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ ուկրաինական կարգավորման հարցերի շուրջ որևէ պաշտոնական բանակցություն չի վարել։ Այս մասին հարցազրույցում հայտարարել է ՌԴԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով ուկրաինական կարգավորման հարցերով ԳԴՀ-ի հետ պաշտոնական շփումներ չեն եղել եւ չկան։ Գալուզինը դա կապել է Գերմանիայի քաղաքական ղեկավարության ծայրահեղ ագրեսիվ հակառուսական հրետորաբանության եւ գործնական քայլերի հետ։ Միաժամանակ նա նշել է Ռուսաստանի եւ Գերմանիայի տարբեր հասարակական կառույցների ներկայացուցիչների միջև ոչ պաշտոնական հանդիպումներ եղել են եւ շարունակվում են։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, թե Բաքվում տեղի են ունեցել Ռուսաստանի եւ ԳԴՀ ներկայացուցիչների միջև շփումներ ուկրաինական կարգավորման հարցի շուրջ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը խոսելով հարևան երկրների հետ Թեհրանի հարաբերությունների բարելավման մասին առանձին անդրադարձել է Ադրբեջանի հետ փոխգործակցությանը։ Նրա խոսքով Իրանի, ԱՄՆ եւ Իսրայելի միջև պատերազմի ընթացքում Թեհրանի եւ Բաքվի միջև որոշակի դժվարություններ էին առաջացել։ Փեզեշքյանը նշել է, Ադրբեջանը նախկինում փակել էր մի շարք երթուղիներ, իսկ իրանական բանկերից մեկի աշխատանքը կասեցվել էր, սակայն բանակցություններից հետո իրավիճակը հաջողվել է կարգավորել։ Իրանի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ չնայած քաղաքական հարցերին երկխոսությունն ու փոխգործակցությունը շարունակվում են։ Նա ընդգծել է, Ադրբեջանը Իրանին անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերել, այդ թվում երթուղիների հետ կապված հարցերում։ Եգիպտոսի արտգործնախարար Բադել Աբել Ատտին կոչ է արել Գազայի հատվածից ամբողջովին դուրս բերել Իսրայելի զորքերը եւ բացել անկլավը հումանիտար օգնության անխափան մատակարարման համար։ Նրա խոսքով դա պետք է իրականացվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրին համապատասխան։ Վերջինս այդ հարցերը քննարկել է Թրամփի կողմից ստեղծված խաղաղության խորհրդի գլխավոր տնօրեն Նիկոլայ Մլադենովի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Կողմերը քննարկել են նաեւ Գազայի հատվածում անվտանգության ապահովումը ստանձնող միջազգային կայունացման ուժերի տեղակայման հարցը։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար Մոհսեն Ռեզային նշանակել է երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Ռեզային նաև կդառնա Խամենեիի ներկայացուցիչը խորհրդում։ Այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Ալի Լարիջանին, որը զոհվել էր մարտին ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով։ Ռեզային քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի անդամ է, որը մասնավորապես լուծում է խորհրդարանի եւ Պահապանների խորհրդի միջև տարաձայնությունները։ 1980-ականներին Իրано-Իրաքյան պատերազմի ընթացքում Ռեզային եղել է ռազմական հրամանատար, իսկ Իրանում այդ շրջանը կոչում են Սրբազան պաշտպանություն։ Եղանակը առաջիկա օրերին օգոստոսի 11-ից 15-ի գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, 10-ից 11-ն առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ից ցերեկային ժամերին կնվազի 4-ից 6 աստիճանով։